Ես գնում եմ այն պատարակներին, որտեղ կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱԱԾ աշխատակիցը մոտեցել է քահանային եւ խնդրել չտալ կաթողիկոսի անունը, Փաշինյանը ոչ միայն չի հերքել, այլև նշել է, որ մի դեպքում ԱԱԾ աշխատակիցն է մոտենում, մյուս դեպքում էլ բարեկամը։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դեպքում, դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստը։ Դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կկազմակերպեն վարորդական պատրաստության դասեր, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով պետք է համագործակցել ներքին գործերի նախարարության հետ ու հնարավոր է, որ նոր կրթական տարվանից սկսած աշակերտները վարորդական քննության տեսական հատվածը սովորեն հենց դպրոցներում։ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհիների միջև ծագած լեզվակռիվը ավարտվել է ծեծկռտուքով։ Մամուլի տեղեկություններով իրավիճակը այնքան է թեժացել, որ ստիպված համալսարան ոստիկաններ են եկել ու ծեծկռտուքի մասնակից ուսանողուհիներին ձերբակալել։ Գորիսի պետական քոլեջում երկրորդ օրն է գործադուլ ու դասադուլ է։ Դասախոսներն ու ուսանողները թույլ չեն տվել քոլեջի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Արմինե Կոլյանին մտնել ուսումնական հաստատություն։ Դասախոսները պահանջում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրապարակի աշխատանքից ազատված տնօրեն Կարեն Լազարյանի ազատման իրավական հիմքերը եւ ապացույցներ ներկայացնի նոր պաշտոնակատարի հավաստագրման օրենականության վերաբերյալ։ Ըստ քոլեջի աշխատակիցների, Արմինե Կոլյանը չի կարող համարվել լեգիտիմ ղեկավար, քանի որ դեռ նախարարությունը չի պատասխանել իրենց բարձրացրած հարցերին։ Աշխատանքից ազատված տնօրեն Կարեն Լազարյանը անհիմն է համարում իրեն աշխատանքից ազատելու հիմնավորումը։ Այն է, իբր խոչընդոտել է կառավարության որոշմանը Գորիսի երկու պետական քոլեջները միացնելու վերաբերյալ։ Երկու քոլեջների միավորման արդյունքում քաղաքը պետք է ունենա մեկ նոր Գորիսի բազմագործառության պետական քոլեջ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Դոհայում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Նրանք երկուսով կմասնակցեն Հայաստան-Ադրբեջան համատեղ խաղաղություն, Վաշինգտոնյան համաձայնագիրը եւ համատեղ ապագան թեմայով պանելային քննարկման։ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից 40 օր անց վերադարձել է խաղադաշտ եւ գոլային փոխանցում արել։ Ինտերվենեցիա գավաթային խաղի 75-րդ րոպեին Մխիթարյանի գլխով փոխանցումից հետո Անժ Ջոան Բոնին գրավել է մրցակցի դարպասը։ Խաղն ավարտվել է 5-1 հաշվով Մխիթարյանի ու թիմակիցների հաղթանակով։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևը Ռուսաստանից պահանջում է ապահովել բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի երեխաների անհապաղ, անվտանգ եւ անվերապահ վերադարձը։ Բանաձևին կողմ է քվեարկել մասնակից երկրներից 91-ը, դեմ 12-ը։ Ձեռնպահ քվեարկող երկրները 57-ն են, այդ թվում նաև Հայաստանը։ Ըստ դրա, Մոսկվան պետք է անհապաղ դադարեցնի ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխումը, նրանց ընտանիքներից բաժանելը, քաղաքացիության փոփոխությունը եւ ինդոկտրինացիան, գաղափարների վերամշակումը։ Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր երկրից բռնի ձևով տարել է առնվազն 20,000 երեխա եւ պնդել է, որ նրանցից միայն 1850-ին է հաջողվել վերադառնալ հայրենիք։ Ռուսաստանը ցանկացած պարագայում ռազմական կամ այլ կերպ կազատագրի Դոնբասը եւ Նովորոսիան։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով ամերիկյան բանագնացներ Ուիտքոֆի եւ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր։ Ամերիկյան կողմը Թրամփի ծրագրի 27 կետերը բաժանել է 4 փաթեթի եւ առաջարկել դրանք առանձին քննարկել։ Մենք ստիպված էինք քննարկել գրեթե բոլոր կետերը, այդ իսկ պատճառով հանդիպումը այդքան երկար է տևել, ասել է ռուս առաջնորդը։ Առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի ԱՄՆ հանդիպելու Թրամփի ներկայացուցիչների հետ։ Պատերազմը դադարեցնելու հնարավորություն կա։ Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, ասել է Զելենսկին։
Працюємо, щоб була ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայում երկկողմ հանդիպումն արդյունավետ է գնահատել։ Եթե ես լինեի նախագահը, այդ պատերազմը սկսված չէր էլ լինի։ Երեք Պուտինի հետ շատ լավ հանդիպում ենք ունեցել։ Տեսնենք թե ինչ կլինի հետո։ Լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ կարծում է Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը։ Համենայն դեպս այդպիսի տպավորություն է ստեղծվել բանագնացների մոտ, ասել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Չինաստան հանդիպելու երկրի նախագահ Սի Ցինփինի հետ։ Նախատեսվում է, որ ի թիվս այլ հարցերի երկու երկրների առաջնորդները կքննարկեն նաև Ուկրաինայում զինված հակամարտությունը եւ տնտեսական համագործակցությունը։ Ավելի վաղ Փարիզում կայացած Մակրոն-Զելենսկի հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր, որ Սի Ցինփինին կխնդրի համոզել Վլադիմիր Պուտինին հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելու համար։ ԱՄՆ-ն վիզայի սահմանափակումներ է սահմանում ամբողջ աշխարհում քրիստոնյաներին հալածողների նկատմամբ։ X-ի իր էջում գրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Դա վերաբերում է Նիգերիային եւ այլ կառավարություններին կամ անհատներին, որոնք հալածում են մարդկանց իրենց կրոնական համոզմունքների համար, նշել է նա։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայի ռազմական բազայի մոտ։ Անձնակազմի անդամները հասցրել են կատապուլտ կատարել եւ փրկվել։ Աղոթքները անձրևի արհեստական առաջացումը Թեհրանին կարծես թե ոչ մի օգուտ չեն տալիս։ Երաշտի ֆոնին Իրանը ծրագրում է հարևան երկրների հետ իր տարածքում ջրի պաշար ստեղծել, հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիբադին։ Իրանի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրում դիտարկվել է վերջին 50 տարվա ամենաչոր աշունը։